Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Մայիսի 8-ից սկսած խորհրդարան անցնելու համար պայքարի մեջ է մտել 19 քաղաքական ուժ։ Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանված է 4%, 3 կուսակցություններից կազմված դաշինքների համար 8%, իսկ 3 եւ ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների դեպքում 10%։ Armenia Today-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով, պարզելու թե որքանով են քաղաքացիները հետևում այս գործընթացին եւ արդյոք քարոզչությունն ու ներկայացվող ծրագրերը կարող են ազդել նրանց կողմնորոշման վրա։ Այժմ ներկայացնում ենք հարցման մասնակիցների տեսակետները։ Քարոզարշավին չեմ հետևում, որովհետև արդեն ընտրության հարցում հստակ որոշել եմ ընտրելու։ Հետևում եք։ Այո, ումը որ ընտրենք, պետք է հավատանք այդ մարդու գործունեությանը։ Ասենք, պարզ ասեմ, նախկիններից ոչ մի քիչ ենք ընտրելու։ Հիմա ով էլ նորը գա, պետք է նայենք իրանց ծրագրերին, իրանց անունին, բայց ծրագրերին ինչքան էլ նայես, պետք է սուտ է էլի ծրագրին նայելը, մարդու արած գործին պետք է հավատաս, որ մարդը իրոք արել է, իրոք աշկիտ առաջ գիտես, մաշկիտ վրա զգացել է, ոչ թե օդի մեջ ասել են ու մնացել է։ Ինձ թվում է տոտալ մեր քաղաքականությունը անհետաքրքիր է։ Գլոբալ առումով մտքերը ընդհանուր քաղաքականությունը բոլորի բարձ է։ Միանշանակ կողմնորոշվել եմ, բայց չեմ կարող ասել ում եմ ընտրելու։ Բալկոնից մենակ աղմուկն է լսվում, բան չեմ հասկանում ինչ են ասում։ Կցանկանայի որ ավելի շատ բանավեճ լինի, որ հասկանանք ամեն մեկի դիրքորոշումը մյուսի նկատմամբ։ Որպես քաղաքացի աչալուրջ եմ, ուշադիր եմ, բայց որ հեռուստատեսությամբ առանձնապես հետևեմ, սոցցանցերով մի քիչ ուղղակի օրվա ընթացքում թերթում եմ, այդպես։ Ես իմ ընտրությունը արդեն կատարել եմ, ոչ մեկի ձևաչափին չեմ նայում։ Անկեղծ չեմ հետևում։ Դեռ լրիվ կողմնորոշված էլ չեմ։ Չեմ հետևում։ Մակերեսային եմ հետևում։ Եվ դա ձեր ընտրության վրա չի ազդի։ Չէ, երևի։ Այսինքն արդեն կողմնորոշված եք։ Արդեն կողմնորոշվել ենք մոտավորապես։ Ամեն ինչ նորմալ է։ Լավ քարոզարշավ է գնում։ Հետևում ենք քարոզարշավին, կազդենկանով, որ ասենք ընտրությունների ժամանակ ճիշտ կողմնորոշվենք, ճիշտ մարդ ընտրենք, ճիշտ ուժի ընտրենք, որովհետեւ երկիրը կարողանանք դուրս բերել ճգնաժամից։ Ճիշտ ասած չեմ հետևում։ Ես իմ ընտրալն ունեմ ու արդեն իմ ընտրալին կտրեմ։ Ես չէ, երևի ես չէ։ Ես ասենք ունեմ իմ թեկնածու։ Լսում եմ, հասկանում եմ, վերլուծում եմ։ Հետաքրքիր չէ։ Ես չեմ անում այդ ինչը։ Հետևում եմ։ Նորմալ է։ Չէ, որովհետև լիքը երկրում մտահոգվելու բաներ կան, քան թե այս ամեն ինչը։ Չէ, չեմ էլ կողմնորոշվել։ Քարոզարշավին ես արդեն ունեմ իմ ընտրյալը։ Պես որ ինչ քարոզարշավ է լինի, ես իմ խղճի դեմ մաքուր եմ։ Չէ այդքան։ Ինչու՞։ Չի հետաքրքրում։ Ես գիտեմ ում պետք է ընտրեմ եւ էլ ինձ թալքել չի մնացածները։ Չէ, այտենց չեմ խորացել այդքան որ ոչ մի թերություն չեմ տեսնում, ոչ էլ դրական բան եմ տեսնում։ Սորական գնում ընդհանում է։ Իմ գործքով նորմալ է, բայց ընդհանուր եթե հայտնեն, որ եթե մի բան ուզում են բացատրեն կամ ինչ, որ կարողանանք ամենս օգտվենք, այդ շատ լավ է։ Ես իմ ընտրությունը արել եմ, իրանք ինչքան ուզում են, թող իրանց բաներն անեն, էլի, իմ համար չի փոխում ոչ մի բան։ Չէ, հետաքրքրված չեմ ընդհանրապես։ Ինձ չի հետաքրքրում, ես չի։ Հարմար է։ Ով ոնց մտածում է, այդպես է կգնա ընտրելու։ Ընդհանուր ինչ որ մեղադրանքներ, վիրավորանքներ։ Չի հետաքրքրում։ Ես իրանց ոչ մի բանի չեմ ընդունում։ Շտապում եմ։ Իրանք ամեն ինչ սխալ են անում, որպես իրանք վերարտադրվեն։ Նրանց չի հետաքրքրում։ Ամենքը քարոզում է իրենը, հետո գալիս են ոչ մի արդյունք չկա։ Ճիշտն ասած չեմ հետևում, ու ինձ թվում է չի էլ ազդի։ Հետևում եմ իհարկե։ Ես իմ համոզմունքն ունեմ, իմ որոշումն ունեմ արդեն։ Բայց միաժամանակ հետևում եք քարոզարշավին։ Հետևում եմ ամեն օր։ Ունենք այլ ինչ ունենք, ավելի բարձր մակարդակ ես կսպասեի, կցանկանայի, բայց ցավոք մենք այդ փուլում ենք։ Խոստումները շատ, ես այսքան տարիքից իմ համոզմունքներն ունեմ եւ գիտեմ ինչ պետք է անեմ։ Չեմ հետևում, ընդհանրապես չի հետաքրքրում։ Չեմ հետևում, որովհետև ընդհանուր առմամբ 30 տարուց ավել հետևել եմ ու պատկերացումս կազմում եմ բոլոր ուժերի մասով։ Նախընտրում եմ կենտրոնալ այն բանի վրա, ինչի համար հիմա շատ կարևոր է իմ մասնագիտությունը, որ հետագայում Հայաստանի համար լավ լինի։